Այսօր գուզեմ ձեզի հետ բաժնեկցիլ Այբ Կորինթացիս 1:4 առաջին գլուխ 4 համարեն միապանեցեք եւ հաղորդակցությունը վայելեցեք խորակիրով։ Գարտամ առաջին գլուխ 4 համարեն գսե միշտ ձեզի համար շնորհակալություն կհայտնեմ իմ Աստծուիս այն շնորհքին համար, որ ձեզի տվավ Հիսուս Քրիստոսի միջոցով, լավ որովհետեւ ամեն բանի մեջ հարստացաք իրմով լա խոսքի արադությամբ, լա գիտությամբ։ Այդպես ալ Քրիստոսի մասին մեր վկայությունը ամրորեն հաստատվեցավ ձեր մեջ, եւ ովևէ շնորհք չի բացիր ձեզի, մինչ կսպասեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայտնվելուն, եւ Աստված մինչեւ վերջ հաստատում պիտի բահե ձեզ, որբեսի անմեղատրելի լակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի դատաստանին օրը վստահեցեք Աստծո, որ ձեզ գանչեց հաղորդագից դառնալու իր որդիին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Այս համարները գարտանքն է գնանք դարբեր անգույններով տեսնել թե դերը ինչ ասել գուզե կամ ինչ է Տիրոջ միտքը։ Կարևորագույններն է, որ Պողոս առաքյալ նախ շնորհակալություն կհայտնե Աստծո, որովհետև հավատացյալները ամեն բանի մեջ հարստացած էին եւ խոսքին մեջ, գիտության մեջ եւ ակնարկություն է քրիստոնեական կյանքի ընդհանուր փորձառության կապված, այսինքն նաեւ քրիստոնեական կյանքի իրական փորձառության կապված։ Եվ եթե նկատի առնեք առաքյալը գսե ամեն բանի մեջ հարստացաք, այսինքն չի խոսիր միան դրամի մասին, չի խոսիր միան հոգևոր գիտության մասին, չի խոսիր միան հոգևոր փորձառության մասին, ամեն ինչ իր մեջ կընդգրկե, այսինքն ամեն ինչ, ամեն բան, որ գոյություն ունի, անոնց մեջ իրենք հարստացան։ Եվ ասիկա ցույց կտա կամ կբարձե մեզի, որ թեև ամեն մարդ դակավին հարստացած չենք տեսներ, բայց ամեն մարդու հարստանալու համար հնարավորությունը կա քրիստոնեության մեջ եւ Պողոս առաքյալ Աստծո շնորհակալություն կհայտնե այդ օրհնության, այդ շնորհքին համար, որ հավատացյալները այլևս գրնան ամեն բանի մեջ հարստանալ, որովհետեւ մենք գիտենք շատ բաներ կան հոգևորությունը գիտնալուն հետ կապ չունին կյանքի մեջ, գործի մեջ, ընտանիքի մեջ, ուսումի մեջ, լեցուն դեղերու մեջ, բայց զարմանալիորեն Աստծո շնորհքը ամեն բանի մեջ կհարստացնե։ Հիմա մենք ընդհանրապես այսպես կմտածենք, այն բաներու մեջ որ լավ ենք փառք կտանք Աստծո, եւ այն բաներու մեջ լավ չենք դրդունչ կնենք։ Ընդհանրապես մեր դրդունչը շնորհակալության տեղը գառնե եւ մեր դրդունչը ընդհանրապես մեր ներսիտին գտնվող Աստծո ուժին սահման գտնե, մեկ կողմ գտնե։ Հետևաբար մենք պետք է հրաժարինք դրդունչեն, հրաժարինք թշկոհութենեն, հրաժարինք մեզի հանդիպող նեղություններեն եւ մենք հասկանանք շնորհակալություն հայտնել Աստծո այդ շնորհքին, որ գրնա մեզի ամեն բան տալ, ամեն բանի մեջ հարուստ դարձնել, այսինքն երբ գիտություն չունիս, իմաստություն չունիս, Աստվածաշունչը գսե դերոջ մե խնդրե, ինքը քեզի պիտի տա։ Չսեր իմաստության համար դբրոց կնա, թեև դբրոցը մարդը իմաստուն կդարձնե աշխարհի չափանիշով, գիտություն կտա, որովհետեւ կյանքը ավելի լավ պետք եղա ցևով ապրի, բայց ընդհանրապես թելադրությունը Աստծո խնդրել է, որովհետեւ Աստծո ցևով մեր մեջ պետք է լա, ուրեմն Աստված գրնա այդ մեկը իր շնորհքով մեզի տալ։ Եթե տրամ չունիք, եթե դժվարություն ունիք, Աստվածաշունչին համաձայն, եթե սով կա, եթե անկորձություն կա, եթե հալածանք կա, եթե թշնամություն կա, միշտ կսե դերոջ թիմեցեք։ Մեզի չի թելադրեր փանակ կազմել, մեզի չի թելադրեր այս կամ այն անել, կթելադրե մեզի, որ դիրոջ հանցնենք մեր խնդիրը եւ դերը ինքը ըստ պետքին մեզ բարձրացնե իմաստություն դա, գիտություն դա, առաջնորդություն դա։ Ուրեմն Պողոս առաքյալ գսե ամեն բանի մեջ հարստացաք, խոսքին մեջ խոսքի արադություն ունեցակ եւ գիտության մեջ եւ անգեյետքը 6-րդ համարի մեջ կհայտնե որ հավատացյալներուն ովևէ շնորհք չի բացիր։ Ես կնկատեմ հավատացյալներուն սովորությունը, որ գրոնական մոտեցում է, դերոճմեն կխնդրեմ, որ դերը իրենց շնորհք տա, կամ դերը իրենց այս բարգեւը տա։
Գիտեք, շատ անգամ կրոնական մոտեցումը ամենը սկզբունքներ խախտելով արդահայտություն մնե, որովհետև որ դու արդեն փրկված ես Հիսուսը դեր կգոչես, իր շնորհքը մեջը դա արդեն իր մեն նորեն շնորհք ուզելը իմաստ չունի, իր շնորհքը կործածել սորվիլը փորձառություն ունենալը պետք է, կամ մարդիկ բարգև կղրգեն, երբ դերը մեջս է, դուրսեմ բարգևին քալուն գարիկը չկա։ Ես խնդրեմ անգամ դիրոճմեն, եթե ստանամ անգամ բարձորեն իմ մեջինս ջանցած պիտի ելամ եւ ոչ թե դուրսեն արած պիտի ելամ։ Հետեւաբար քեզի դրված վերջացած դրված կյանքը ապրիլը, այդ կյանքը ապրիլ սորվիլը շատ ավելի կարեւոր եւ օգտակար է, քան ուրիշ բան էլ։ Սա կնշանակե, որ մենք Քրիստոսով ամեն բարիք ունենք, բայց մենք ավելի նկատի կառնենք մեզի այդ բադահածները, մեր նեղությունը, մեզի զզվեցնող բաները, որովհետև մենք վարժեյացած ենք մեր անձը զգացական օրեն ապրիլ։ Նույնիսկ շատ անգամ մեր աղոթները մենք զգացումներով կապրենք։ Երեք Թուրսի հովիվներու հետ մեր հանդիպումը գնենք ամսական եւ այդ ժողովին մեջ ես օրինակ կուտայի, որ մենք ինչպես կրնանք աղոթել մեր զգացումները կոհացնելու համար եւ ինչպես մենք կրնանք աղոթել մեր ինքնությունը զորացնելու համար։ Մենք շատ անգամ աղոթ կնենք եւ մեր աղոթքին նպատակագետը այն է, որ մենք սկսենք լավը զգալ, զորավորը զգալ, Տիրոջ ներկայությունը զգալ եւ հազիվ այդպես կզգանք, մենք այդպես հազիվ կզգանք, մեր աղոթքը կվերջացնենք, մեր աղոթքին նպատակին հասած կսեբենք մենք մեզի, անգևերջ հազիվ մեր մուտքը քիչ մխանկարվի, այլևս նորեն չեն գսկար Տիրոջ ներկայությունը, որովհետև աղոթքի ժամանակ մեր մուտքը գերակրեցինք, մեր մուտքը կոհացուցինք, մեր մուտքը քիչ լավ եղավ, ադիգա Աստծո հանդիպիլտ նկատեցինք, եւ քիչ հետո մոդեռնիստ լավ չեղավ, ապադայեցավ, մեկը վրանից կդրեց, մեկը քիչ սխալ նայեցավ, մեկը սխալ արդահայտություն ունեցավ, իդ գինանք դեպի վար, մեր մուտքը խանգարվեցավ, Տիրոջ ներկայությունը չեն գսկար, եւ կարծես Տիրոջ ներկայությունը գախյալը լար մեր մուդեն մեր զգացումներն քանի օքի գրնա այսպես դեսնել իրականությունը, որ գրնա շատ անգամ ապրիլ, բայց Աստվածաշունչը մեզի ցույց կտա, թե Տեր Հիսուս նույնիսկ խաչին վրա հրաշքնել են չթատրեցավ, մխիթարել են չթատրեցավ, ցերպակալված ձեց կերած ադենը գրծավ բժշկություն եւ վրաշակորձություն ունել, նույնպես եւ բոլոր աշակերտները եւ Աստվածաշունչը ադիգա գտելատրե, որ երբ մենք դժվարություն ունենք, նախանոր լուծում ունենք, անգևեր դերոջ արչեւ աղոթքով գենանք եւ խնդրենք եւ ինչ որ խնդրենք անիգա մեզի պիտի դա եւ մեր սրտի մեջ պիտի տնե իր խաղաղությունը։ Հետևաբար Աստվածաշունչը լման դարբեր նայված կունի մեր ինքնության վրայով եւ մենք պետք է զգացական չմոդենանք կյանքի պայմաններուն, հապա մեր ինքնությունով մոդենանք։ Երբ դերոջ արչեւ աղոթքի գենաս աղոթած ադենը շատ կարեւոր է, որ զգացումներուդ արժեք չդաս շատ, ինչ կսկաս, ինչ չես զգար։ Ես եթե գիշեր ասկա առաջ ասած եմ դերոջ մե խնդրեցի, որ դեր ես չեմ ուզեր միան քեզի զգալ, որովհետև դու իմ զգացումներս մեծ ես։ Ես քեզի ուզեմ հանդիպիլ։ Չեմ ուզեր բավարարվել իմ զգացումներս ինչ կսեն, իմ զգացումներս ինչպես կշարժին, եւ ես անոնցմով քեզի հետ հարաբերություն ունենամ, որովհետև զգացումս քիչ հետ կրնա խանգարվել որևէ մեկ պատճառով, որ ինձի համար թարն թվի, կրնա զգացումս եւ մուտս խանգարվել, ես ադով պիտի չծարայեմ քեզի, ես պիտի ծարայեմ քեզի այնպես ինչպես դվյալ դեղի մեջ, դու ինչպես կուզես ես շարժիմ, այդպես պիտի շարժիմ։ Հետեւաբար ամեն բանի մեջ կսե հարստացակ եւ ցեզի ովևէ մեկ շնորհք չի բացիր։ Անգետ, բայց կշարունակե զարմանալի օրեն գսե, մինչ կսպասեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայտնվելուն։ Նայեցեք շեշտը ուր է, որ մենք ճիշտ ցևով մեր Տեր Հիսուս Քրիստոսը սպասենք։ Շատ անգամ մենք ասած ենք, որ մարդիկ կա Հիսուս Քրիստոսին քալը կսպասեն եւ խելքերնին գլուխնին Հիսուսի քալու ժամանակը գիտնալ է 1800 թվականին իվեր ցայնը շատ կխաղաչեմ քեր ինչու 1800 թվականին իվեր գնկադենք, որ մարդիկ Հիսուսի քալուն թվական գտնեն, Հիսուսի քալուն բամ գտնեն Աստվածաշունչի մեջ երկրորդ քալոստին, եւ ամեն անգամ որ թվականը գահասնի եւ չլար եւ վստահաբար պիտի չլա, իրենք ամիջապես ուրիշ թվական մը գտնեն, առանց ամճնալու 20-30 տարի վերջ ուրիշ թվական մը գտնեն։ Այսպես եւ մարգարեությունները գնեդեն, մինչ Աստվածաշունչը ասած է, որ Քրիստոս այն անգամ քալու ժամանակը չի գիտեր, միան հայրը գիտե,
Սա ասելով ոչ թե իբրև Աստված ինք չի գիտեր, ինք իբրև մարտացած փրկիչ իրեն չի վերակրվի ռադիգա եւ կնշանակի իր մարմինին եկեղեցին ալ չի վերակրվի ռադիգա գիտնալը, բայց մյուս կողմեն Աստվածաշունչի մեջ գհայտնե թե հավատացյալները մինչև Հիսուսի քալուստը պետք է իմաստուն գույսերու բեսլան, պետք է հավատարիմ մշակներու բեսլան, հավատարիմ ծառայողներու բեսլան եւ հետեւաբար կտեսնենք որ շատ անգամ սովորություն է վարժություն կա ինչպես կնայինք մենք Աստծո խոսքին, ինչպես կսպասենք, ինչպես կհավատանք, բայց Աստվածաշունչը լման դարբեր կխոսի մեզի։ Եվ ինչու դարբեր է Աստվածաշունչին խոսածը, որովհետեւ մեր ինքնությունը շինե։ Եթե մենք սխալ համոզումներու հետևենք, մեր ինքնությունը չի շինվիր, մեր զգացումները խանտավարվին, զգացումները կբարձրանան, մուդը կլավանա եւ բահմը մենք կհաջողենք մեր մուդին բարձրանալուն հետ բամը անել ինչպես Ալիքը անցածադենը գուրախանաս եւ մեկ հատ գլողաս հետո այդ վարգիչն է միայն այսպես հոսանքի հետ կապված կլա մեր ինքնությունը եւ ոչ հավիտենականության հետ բայց Տեր Հիսուսը սա Հովաննու ավետարանի մեջ ես գերտամ ուրախացեք որ ես գերտամ որովհետեւ մխիթարի չի պիտի գա Եվ անիգա հավիդյան ծեր մեջ պիտ մնա, ուրեմն հավիդենական հիմը սկզբունքը մեր մեջ տրված է եւ գագնգալվի որ մենք ինքնությամբ շարժենք, մեր ինքնության համացայն կործենք եւ ոչ թե մեր մուդին համացայն։ Ես դժբախտաբար կտեսնեմ հավատացյալներ, որ բնավորությամբ, մուդով, նկարակիրով գաբրին եւ ոչ թե ինքնությունով։ Մեր ինքնությունը շատ կարեւոր է եւ մեր ինքնության միջոցով մեր շարժիլը, մեր մուդեն գախյալ չէ, ուրախ եմ, նեղված եմ, թշկող եմ, վիրավորված եմ։ Ինձ չի գնար ասել, որովհետեւ ես քաչ գիտեմ դերոճմով, ինչ պետք եմ։ Դերը ինձի հայտնած է, աղոտքի ադեն ինձի շինած է։ Արիթովը աղոտքի ադենես դերոճմեն բամը գխնդրե եւ դերը ինձի հիշեցուց, որ աղոտքի ադեն դու իմ կովս արջևս ելլելու կետրոնացում ունեցիր։ Ուրիշ բանի կետրոնացում մի ունենար, եթե կուզես վարժվիլ իմ ներկայությունը սփերելու, նաեւ որ դու ջեղքես քու ներսիտիդ մինչեւ իմ կովս կալդ արկելքները Դանիելի օրերուն կտեսնենք, որ Աստուծմե հրամանը ելավ հրեշտակի միջոցով եւ մինչեւ որ այդ հրեշտակը հասնի Դանիելին կով հանդիպեցավ այս աշխարհի մտնոլորդին մեջ թիվային ուժերուն ինգած հրեշտակներուն եւ գսե իրեն ցերպակալեցին կաբանքի դակտերին եւ 21 օր այդ հրեշտակը չգրծավ որևէ ցևով ազատագրվել այդ թևերեն, որպես Աստծո կողմէ դրված խոսքը բերե թեպի Դանիել։ Եթե Դանիել այդ օրերուն հուսահատեր եւ գենար, ընդհանրապես պիտի չհասներ, բայց Դանիել հավատարմաբար շարունակեց իր աղոթքը, շարունակեց իր ձոմը եւ Աստծո պատասխանը փնտրելը, անորամար գսե Միքայել հրեշտակաբեդը ղրգվեցավ Աստուծմե։ Նայեցեք մեր աղոթքները երկինքը շարժեցին, մեր աղոթները հրեշտակային խումբերը շարժեցին, որբեսի Աստծո բատկամին արգելքի եղող թշնամին գոդրվի, բարդվի եւ մենք ստանանք պետքը։ Գսե այս աշխարհի խավար աշխարհի իշխանը, որ Աստված կոչած է ինքզինք, անհավատներուն մտքերը կգուրցնե։ Ինչու համար կգուրցնե եւ ինչ է իր գուրցնելուն նպատակը, որբեսի Քրիստոսի խոսքը մեզի չհասնի, բայցարությունը մեզի չհասնի եւ գենթանի Աստծո Բատկերը, որ Քրիստոսով մեզի գահիտնվի, անիգա մեզի հստակ չլա, այսինքն մեզի զրգե խոսքեն մինչև Աստվածության հետ իրական հարաբերությունը, մտերմությունը եւ փորձառությունը, կանեոք եդս է, սատանային կորձն է, արգելքն է ադիգա եւ գուզե որ մենք մեր ինքնությամբ չշարժենք, բայց երբ ես ինքնությամբ կշարժիմ, Աստծո ուզածովը կշարժիմ, երբ Աստծո ուզածին բես կշարժիմ, արգելքներուն հաղթած պիտի ելամ, արգելքները պիտի չվերջանան, բայց ես պիտի հաղթեմ Երբ ճուրերեն անցնիս պիտի չընկղմիս, ոչ թե ճուրերեն պիտի չանցնիս, երբ գրագին մեջ են անցնիս պիտի չայրիս, ոչ թե գրակ պիտի չլա, պիտի ինչ քեղեցիկ է, գիտես, բոլորը գնգղմին ճուրի մեջ դու չես ընկղմիր, բոլորը գայրին գրագով, բայց դու չես այրիր, լավ փորձառություն է, հետևաբար ինքնությանդ մեջ լասնե այդ գրագեն գուզես անցնել, որովհետև գիտես պիտի չայրիս, բայց եթե զգացումներով դեն, գիտես որ զգացումները չեն գնար քեզի արդոնել, որ գրագեն անցնիս,
որովհետև գսես, «Օ, հիմա գայերի մասիկա շատ դակ է, ասիկա չլար դերը գիտեիմ սիրտս, ես նվիրված եմ իրեն եւ այլն լեցուն բաղմություններ»։ Բայց ինքնությանը համաձայն որ շարժից գանցնից մեջ են, որովհետեւ թակավորը տեսնե, այն մարդ տեսնե, որ գրագը չի գնար քեզ այրել։ Ամեն։ Հալելույա։ Ուրեմն կտեսնենք, որ Տեր Հիսուսի քալուստը սпасելով է, որ մենք գրնանք անբագաս ցևով բոլոր բարիկները եւ շնորհքները հետս է մեր կյանքի մեջ ունենալ, գսե որևէ շնորհք չի բացիր ցեզի, ինչ կսպասեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի քալուստը։ Ուրեմն իր քալուստին սպասելու ցևը կարևոր է, որ մենք շնորհքե բագաս չինանք, որովհետեւ Աստվածաշունչը շատ հստակ կհայտնե, շնորհքեն գինանք եւ որ իրեն սպասելուն մեջ մենք թերի ենք։ Անգետ 9-րդ 8-րդ համարը գսե որ դերը հաստատուն պիտի բա եւ Աստված մինչեւ վերջ հաստատուն պիտի բահեցես, որբեսի անմեղատրելի լակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի տադաստանին օրը։ Ասիկա հաստատում մնե որ դերը մինչեւ վերջ հաստատուն պիտի բահե մեզի, որբեսի ինչու, որբեսի մենք անմեղատրելի լանք։ Այսինքն մենք գիտենք մեր չանկերն ու աշխատանքները, որոնք մեզի չեն օգներ, որ մենք առանց մեղքի մնանք, առանց սխալի մնանք, առանց հանցանքի մնանք, առանց դգարության մնանք, առանց բնավորություն, նկարակիր եւ այլն ամեն տեսակ թերություններու առանց անոնց մնանք։ Գիտենք որ մենք չենք հաջողի, ինչքան ալ փապակ ունենք, ինչքան ալ աշխատենք, դակավին գինանք, բայց կսեմ ինչ կսպասեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի քալուստը շնորհքին լեցունությամբ Աստված պիտի առաջնորդեցես, որբեսի դուք հաստատուն մնաք, անմեղատրելի մնաք, այսինքն մեր սովորական կարողության սահմաններեն վեր հովանավորված պիտի ելանք, որ մենք ճիշտը ապրենք։ Ամեն։ Ասիկա ներածական մնե ընդհանուր միտքին, որ մենք պետք է մեր ինքնությամբ շարժենք եւ ոչ թե մեր զգացումներով շարժենք, որովհետեւ մեր ինքնությունը գցկե մեզի շարժենք Աստծո ուզածին պես, իսկ մեր զգացումները չեն արդոներ, որ մենք շարժենք Աստծո ուզածին պես, ինչքան ալ որոշենք, ուխտենք, երթումնենք, աղոտ կնենք, մեր զգացումները չեն գրնար շարժիլ միշտ Աստծո գամեցած ցևով, շատ անգամ նույնիսկ անհասկանալի կլան Աստծո բանջկները, շատ անգամ մեր դրամապանությունը գահախտե մեզի զգացումներով շարժելնուս պատճառով եւ չենք հաջողի իր գամքը անել, նույնիսկ երբ հավատարիմ զավակներ ենք եւ իրեն հետ պիտի լանք հավիտյան։ Ուրեմն 9-րդ գլուխը հետեւյալը գսե. Հաբաբողոս այսպես կսե, վստահեցեք Աստծո, որ ցեզ գանչեց հաղորդագից դառնալու իր որդին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Ուրեմն ասիկա շատ ինձ համար շատ խորհրդավոր համար մնե եւ իմաստ ունի, պետք է լրջորեն հետապնդենք այս համարը եւ ասոր իմաստը եւ ասոր բադվիրածը, որովհետեւ Տիրոջ հետ մեր հարաբերությունն ու մտերմությունը, հաղորդակցությունը գարենանք ճիշտ հավասարակշռված վիճակի մեջ ունենալ։ Հոս 3 հիմնական բաներ գսե վստահեցեք Աստծո, վստահեցեք Աստծո, վստահեցեքը գխոսի ներգայի իրենց ընելիքներում մասին, որ գանչեց ցեզի, այս գոչումը դվավ ցեզի, փրկություն դվավ ցեզի, որ անցյալի հետ կապված է, եւ գսե հաղորդակից դառնալու որդին, որ աբակայի հետ կապված է, նույնիսկ եթե ներգայի հետ ալ կապված է, բայց հիմնականորեն քալիքին կապված է։ Ուրեմն այս 3 հիմնական բաները գսե դուք գսե վստահեցեք Աստծո այսօր ճիշտը ընելով, վստահեցեք Աստծո իր գամքին համաձայն շարժելով, ցեզի դված ինքնության համաձայն շարժելով, որբեսի դուք հաղորդագից ըլլաք որդին։ Ուրեմն եթե մենք պիտի քալենք Դերոջ գամքին համաձայն պիտի վստահենք իրեն, մենք պիտի շահենք հաղորդակցությունը։ 10-րդ համարը կբացատրե մեզի, թե ինչ է այդ Աստծո վստահելու բաժինը, Աստծո ցևը որտեգրելու բաժինը։ 10-րդ համարեն գխոսի բարակդումներու մասին, խռովություններու մասին, հագարագություններու մասին, որ Աստծո Սուրբ Օքին շինած միության շաղգաբը կխախտե։ Բողոս Արաքյալ այդ մասին գխոսի 10-րդ համարեն եւ գսե եղբայրներ, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով գոչ կուղեմ ցեզի, որ բոլորդ միապանիկ
միապանիկ եւ բարակդումներ չլան ծեր մեջ, այլ միանակ եւ մեկ ըլլակ մեկ միտք, մեկ խորուրդ, միանակ եւ ըլլակ մեկ միտք եւ մեկ խորուրդ։ Ինչու համար արդյոք Պողոս Սարաքյալ այսպես կներկայացնե այս մեկը, որովհետեւ գուզե միության մշակույթը բերել եկեղեցիեն ներս, որովհետև կնկատե, որ եկեղեցին աստուծմով հարստացած է ամեն տեսակ խոսքի մեջ, ամեն տեսակ փորձառության մեջ, ամեն տեսակ գիտության մեջ եւ իր մեջ որևէ շնորհք չբացիր, մինչ կսպասե դիրոջ կալուստը, բայց դակավին կնկատե, որ եկեղեցին կգործընծնե ամեն ինչ իր շնորհքի մեջ ըլլալով ընելը, որովհետև իրարու միջև միության բագաս կա եւ բարակդումներ կան, եւ եկեղեցին ընդհանրապես հավատացյալները մանավանդ, ասիկա մեր մարդկային մեղանչական բնության հետ ալգավ ունի, ընդհանրապես որովհետև փերի դակ գաբրի, մեղ չկործելու փեր, աշխարհիկ կյանք չաբրելու փերին դակ, իր մարմինը, իր զգացումները, իր գիրքը, իր ցանկությունը, իր փափակները իրեն անգամ կջնշեն եւ իրեն կզզվեցնեն հավատքով կյանք ապրելը։ Քանի օքի ունեցել այդ փորձառությունը, որ զզվեցավ բամը հավատքով ապրելը, գուզասից բայթիլ աշխարհիկ գերբով ամեն ինչ ուզածին բեսնել, քանի օքի ունեցած այդ փորձառությունը, այսպես գուզես ազատ լալ Ադենադեն գտեսնես աշխարհիկ մարդիկ ինչքան ազատ են եւ հավատացյալներ կխապվին ասելով որ մեզ մի ավելի հանգիստ կապրի, մեզ մի ավելի ազատ են, մեզ մի ավելի բան ասեն, անեն, այսպես ազատություն կտեսնես իրենց մեջ, որովհետեւ սբրտած կյանք կապրի, օրենք չունի, կանոն չունի, հավիտենականության փեր չունի, ինչ գիտեմ որևէ սկզբունքի մե հետևելու բանը չունի, գարձես կյանքը պիտի վերջանա իր մեռնելով անոր ամացայն մի հանգաբրի եւ ոչ թե նկատի առնելով որ Աստված ինչ ուզած է։ Հետեւաբար Պողոս Սարաքյալ գխոսի որ մենք շիդակ ցևով ապրենք Աստծո գամքը ճանչնալով անոր հրամանը փեր մեր սրդին մեջ ունենալով, որովհետև այլապես, եթե մենք շարժին զգացումներով, ինչպես որ գսկանք, ինչպես որ հարմար է մեզի, բնականաբար մենք կխախտենք միությունը։ Եվ այս համարներում մեջ կտեսնենք միությունը խախտելը Հիսուսի հետ հաղորդակցությունը խախտել է։ Պողոս աս 3 իրարու գաբեց, ներգայի մեջ վստահեցեք Աստծո, վստահեցեք, այսինքն Աստծո օրենքի մեջ մնացեք 10-րդ համարեն բարակդումներ թող չլան, իրարու դեմ տշնամություններ, լարվածություններ թող չլան, վստահեցեք Աստծո, որ ցեզ գանչած է, հաղորդակցելու համար որդին, ուրեմն եթե այդ վստահելու բաժինը չլա, հաղորդակցություն չկա, եթե միություն չկա, բարակդումներ կան, մարդիկ զգացական օրեն գվարվին իրարու հետ, բնականաբար իրենք հաղորդակցություն չունին։ Հաղորդակցություն ունենալու համար մեր զգացումները պիտի չսեն ինչպես պիտի արտահայտվին, մեր ինքնությունը պիտի սեն ինչպես պիտի արտահայտվին։ Քանի օքի հասկացավ, այսինքն գրնար Ռաֆին ինձի նեղացնել, ես իմ ինքնությանս համաձայն պիտի շարժիմ, եթե ես ինքնությանս համաձայն չշարժիմ, ես հաղորդակցությանս մեջ վնաս կրեցի։ Հիմա ես դակավի մտքիս մեջ վերնակիր ունիմ Ռաֆին է պատճառը, մինչև արդու ես պատճառս գրկնեմ, ես հաղորդակցության մեջ մտնելու password-ը չեմ առներ, password-ը չի կալեր։ Ռաֆին պիտի նեղացնե ինձի, մույսը պիտի նեղացնե ինձի, ես պետք է իմ սրդիս մեջ ազատ լամ եւ իմ արտահայտվելուց եւս պետք է իմ ինքնությանս համաձայն լա։ Հետեւաբար, եւ որ դու արտահայտվիս եղածին հիման վրա, դու բնականաբար Գարդայդվիս զգացականորեն, դու չես վստահիր Աստծո ցևին։ Շատ անգամ մարդիկ կնեղանան, քանի օքի ասկի առաջ նեղացած է դիրոճմեն, դերը փամը չներ, ես միշտ իրավունքես զրկված եմ, միշտ իրավունքս այսպես ոտնագող եղած է, միշտ այսպես, քանի օքի ունեցեր աս զգացումը, ամեն ինչ որ գա երկինքի մեջը փամավիտ պատայեմ գլուխիս կբայթի, միշտ ես եմ իրավար զրկվածը, այս զգացումով ապրող վիճակ մը գա, զգացումներով գաբրի ոչ ինքնությունով։ Անկարելի է որ ինքնությունը քեզի աս պատասխանները դա։ Ամեն։ Հետևաբար, որովհետև Պողոս Սարաքյալ գուզե, որ մարդիկ հաղորդակցություն ունենան Հիսուսի հետ։ Ես իմ փորձառութենս գիտեմ, երբ մտքիս մեջ, զգացումներուս մեջ, վերքերու մեջ բաներ կան, որոնք նկատի առնված են, հաղորդակցության մեջ չեմ գրնան մտնել։ Եվ գսկամ գլուխիս մեջ ջնշումը լեցուն է, կարծես ես գլուխովս պիտի գտնեմ Աստված։
Այդպես գլուխի մեջը լեցուն է գարդես գլուխով պիտի գտնես Աստված միջ այդ իրականության մեջ հանցնվելու պետք է ամբողջ էությամբ որովհետեւ ինքնությունդ ինքը սկսի տեսնել հոգեվորությունդ ինքը սկսի տեսնել ուրեմն հաղորդակցությունը չի հաջողիր երբ մարմինին հավատացյալներուն միջև միությունը գործված է հետևաբար եթե դու գուզես որ դիրոջ հետ հաղորդակցությունը լավը լա կովինիտ հետ բիդի որ վարվիս ոչ ինչ որ երկուքիդ հարաբերությունը գզկացնե բիդի վարվիս եւ հարաբերիս ճիշտ այնպես ինչպես ինքնությունդ քեզի գտելատրե ինչ որ Սուրբ Հոգին միության շաղգաբով գաբը գստեղծե եւ քեզի գհայտնե եթե դու ասիգա չնես կրնաս դու լավ պատճառաբանություններ բերել դու հաղորդակցության մեջ պիտի չմտնես եւ եթե դու գախված մնաս հագարակ պայմաններուն եւ բադահացներուն դու բնականաբար շեշ դրած ես մերժած ես դերոց ծևը դու չեմ գիտեր որ մե իրավունք կբանջես Թիմացինին սխալը ջանցնելու համար այսօր գուզես Թադաստան անել, բայց ադիգա պիտի չհաջողի, ադիգա բնավ հավար Աստծո հովանավորությունը պիտի չգտնե, հավանությունը պիտի չգտնե։ Հետևաբար ես գտելատրեմ, որ այս ժամանակին մենք այս մեկը փորձենք անել մեր իսկ մեջը եւ ասով օրինակը լանք ուրիշներուն իրարու հետ մեր հարաբերության ընթացքին մեր զգացումները պիտի չորոշեն ճիշտն ու սխալը, մեր ինքնությունը պիտի որոշե։ Եվ մեր հարաբերության հիմը մեր ինքնությունը պետք է լա եւ ոչ թե մեր զգացումները ես կնկատեմ անցերը կլսեմ շշուկներ այս մեկը ասոր չի սիրեր այս մեկը անոր հետ չի խոսիր այդ մեկը անոր մոդելը չի սիրեր ադիգա ասոր հետ համացայն չէ ասոնք չեմ կեր ուրգե բերված են Բողոս Սարակյալ ազնույթին գսե աշխարհիկ օրերեն ցեր ցանկերում մեջ գտնված բաները դեր Գաբրիկ անորամար ես դեր միշ չգրծագերցնել ցեզի տակավին գատ կուդամ երևակայեցեք բզդիկը 15 տարեկան եղեր է 15 տարի աշխարհերը դեր իրեն գատ կգերցնես կտեսնես այլոց մարմինի մեջ լեցուն դգարություններ գա եւ այլոց թարման չկա հետեւաբար չես կրնար թուն այդպես բահել թուն քեզի քո ազատ կամքովդ ապրելու համար թուն պետք ունիս ինքնությունը դավրելու որովհետև ինքնությունը դավրելը շատ ավելի գեղեցիկ է դες աշխարհի մեջ ուր երթաս խռովություն դժվարություն նեղություն պատճառ պիտի գտնես վրթովելու խռովելու հետևաբար եթե ինքնությամբ մոդենաս ապրելու դու պիտի տեսնես որ անոնց մե ազատելու հնարավորություն ունիս անոնց ազդեցուդեն ազատելու միջոց ունիս հետևաբար սկսելով ճիշտ քո կովինետ քո շուրջինետ քո սիրելիներդ որ միասին գաղութեք նույն եկեղեցի մեջն եք նույն օծությունը նույն ծածկոցը նույն խոսքը գլսեք դու պիտի սկսես մերժել զգացակորորել տադելու դու պետք է տադես ճիշտ քու ինքնությանդ եւ հոգեվորությանդ համաձայն որովհետեւ Աստծո ներկայությունը բերես ասիկա քո աղոթքետ կարեւոր է Հովանու այբ Հովանուի մեջ կսե եթե դու քու եղբայրը այսինքն քու 4 կողմինը չես սիրեր դու գասկածելի է որ Աստված կսիրես հետեւաբար եթե չգրծար ինքնությամբ արտահայտվել քու շուրջդ եղողներուն ինչպես պիտի արտահայտվիս անոր որ հոש չէ, ներկա չէ, չես տեսներ իրեն, ինչպես Պետրոս Սարակյալ գսե, հետևաբար մեր բարդականությունն է ասիկա և շատ կարևոր է սիրելիներ, որ մենք այս ճշմարտությունը նկատի առնենք, հաղորդակցություն կինոնի ապարն է, որ ընկերություն գսե, մասնակցություն գսե, բաժնեկցիլ գսե, մենք Քրիստոսի հետ բաժին կունենանք, ավելի հաղորդակցություն կունենանք, ավելի մդերմություն կունենանք ես գիտեմ շատ մահավատացյալներ գդարաբին դերոջ հետ մդերմության մեջ մտնել է որովհետև իրենց սրտին վիճակը չեն շտկեր իր սրտին վիճակը շտկե անմիջապես պիտի տեսնե որ դերոջ հետ հաղորդակցությունը եւ մդերմությունը գավելնա ինքը որոշում արած է սխալի անորոշ չի կրնար արժեվ երթալ հետեւաբար այսօր այդ օրն է որ մենք այս խորանը շտկենք քանի օքե դեսե Խորան մունինք մեր ներսիտին պետք ունենք շտկելու։ Միապանիլ պարը հունարենով լեգո պարն է, կանի ոգի գիտեր, միապանեցեք պարը, որ կործացված է, լեգո պարն է, որ ասել է
վերցնել, ասել է հավաքել, ասել է շինարարության համար քարեր ընտրել։ Ուրեմն միապանեցեկը շինություն ունելու հետ կապված է։ Միապանիլը իր արարգայի վրա տնելով փամը դուրս բերել է։ Հետևաբար արարգաները բոլորը նույնը գլան ընդհանրապես, բոլորը անցնելով է թունես որ դիզայնը գուտաս։ Նույն լեգոներով գրնաս դուն շինել, նույն լեգոներով գրնաս մարդ շինել, նույն լեգոներով գրնաս այսինչ կամ այնինչ բանը շինել, թունես ջարդարաբեդը եւ ինքը արարգան է։ Հետևաբար մենք պիտի որ անոր գերբը ցևը դանք մեր կյանքերը ճիշտ կերպով կործածելով։ Բողոս այսպես իր գարքին գուտա փարոյական եւ հոգեվոր սկզբունք, որ մենք Աստծո պետք է վստահենք եւ պետք է ճիշտ քայլեր առնենք, որովհետեւ ճիշտ կերպով շինվենք, ճիշտ կերպով հաղորդակցության մեջ մտնենք։ Այս կորձողությունը, որ ես փորձեցի քեզի պատկերացնել, այդ մեր սրդի խորանները շինել է։ Մեր աղոթքի կյանքը գրոնականեն ազատելով դեպի հոգեվորին բերել է եւ հոգեվորը մեր ինքնության համացայն կործածելու մեջ միշտ մեզի Աստծո հովանավորությունը գուտա եւ խոստումներ պիտի տա մեզի։ Հետևաբար շատ կարեւոր է սիրելիներ, որ մենք այս ուղղությամբ դիտենք։ Եթե տեսնենք Եղիա մարգարեի օրերուն բադահածը լավ օրինակ մնե, թե ինչպես մենք գրնանք այդ մեր սրդի խորանը շինել։ Եղիա մարգարեին օրերուն Երգիրին մեջը ճշմարիտ Աստված պաշտությունը դատրեցված էր, Եհովայի պաշտամունքը, Եհովայի խորանը, Եհովայի մարգարեները հալածված էին, կսպաննվեին եւ փոխարեն փահաղի պաշտամունքը զարգացած էր։ Փահաղի մարգարեները շատացած էին, 450 հատ մարգարե կար, կորձոն մարգարե, որոնք գծարային Հեզապելին եւ փահաղի Մեհյանին։ Եվ անոր մշակույթն է որ երկրի մեջ կբերեին, իսկ ժողովուրդը խեղճ վիճակ ուներ, ժողովուրդը գործընծուցած էր իր Աստծո հետ մտերմությունը եւ հարաբերությունը եւ Եղիայի դրված էր այս պաշտոնը, որ ինքը վերադարձնե ժողովրդին մեջ Աստծո խորանը եւ սիրտերուն մեջ Աստծո խորանը եւ Եղիա մարգարեն դերոճմեն մղված եկավ եւ առաջար գրավ։ Իր առաջարկը այն էր, որ տեսնենք ով է իրական Աստվածը, ճշմարիտ Աստվածը, եւ ճշմարիտ Աստծուն պետքին կորձը ընելու համար իրենց ասավ դուք ծեր կիծած ցևով գանչեցեք ծեր Աստվածը, ես ալ իմ կիծած ցևովս պիտի գանչեմ իմ Աստվածս։ Եվ անոնց ցևը շատ զարմանալի ցև էր, չեմ ուզեր շատ խորունկ մտնել, բայց դրին սեղամը եւ սկսան գանչել իրենց զոհերով եւ տնելով եւ գանչելով սկսան զարմանալի բաներ են միջև գեսոր բորացին գանչեցին գսեց այն չկա Եղիան ասավ քիչ բարձր բորացեք գանչեցեք որովհետեւ գրնա քնացած լալ գրնա կորձունի գրնա ժողով ունի այդպես ալերին անգևերջ իրենց ալ բադրեցին իրենց մարմինները արույն լվա եղան ցև չունեին ինչ որ իրենց խելքին եկավ ինչ որ սատանան իրենց սավադիգա արին իրենք ցև մչունեին բայց երբ Եղիան եկավ գսե Աստծո փլած խորանը վերականգնեցուց 12 քարփերով 12 ցեղերուն համացայն եւ իր հայրերուն Աստվածը Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը գանչեց այսինքն ինչպես Աստված իրենց դված էր ճիշտ այդ խորանը շինեց եւ զոհը դրավ եւ տնելով եւ զոհը տնելով ճուրալեցուց եւ անգևերջ Աստծո դարձավ ասավ թուն այս ժողովրդին ցանկին մեջ փեր այդ համոզումը եւ հետեւաբար որովհետեւ ճիշտ խորանը շինեց Աստծո ուզած ցևով զոհը ըրավ երկինքեն գրակ եկավ Աստվածաշունչի մեջ երկինքեն գրակ չի եկած բացի այն ադեն երբ ճիշտ դաջարը եւ զոհը եղած է եթե թուն քու ցանկիտ մեջ լրջորեն հավատացյալի կորձը չնես դերոջ գամեցած հոգին առաջնորդության սուրբ քիրքին մեջի քրվածները չգադարես եւ ադով միություն չշինես ինքնություն ապրող ինքնություն մդերմություն չշինես եւ միություն չշինես դու չես կնարած գրակը բերել Դու գաղոթես ուզածը դառնելու համար, դու գաղոթես, որովհետեւ խղճահարված ես, դու գաղոթես որևէ պատճառի համար, բայց Աստծո ներկայության ելնելու անոր այդ հաղորդակցություն ունենալու փանալին
4 կողմին հետ դրված քրիստոնեական հիմը, ցևը ապրել է եւ ոչ ուրիշ բան։ Ամեն։ Քանի օքի գտեսնա այս ճշմարտությունը, քանի օքի գտեսնա որ ինք ընելիք մունի այսօր վնե անտին։ Հալելույա։ Այս միապանեցեք կամ միություն բառը, որ լեգետ բառն է հունարենի մեջը, ակնարկություն է նույն հավատքը ունենալ։ Ակնարկություն է նույն խորհուրդը, հավատքը, համոզումը ունենալ։ Գարձես երբ ինքը միապանեցեք կսե միություն ունեցեք կսե, գարձես կսե մեկ հավատամք ունեցեք։ Մեկ բանի հավատացողներ եղեք։ Եվ հետևաբար մենք որ դարբեր մարդիկ ենք, անգարելի է մեկ հավատամք ունենանք, բացի եթե մեր ինքնության համացային շարժինք։ Թեև մենք դարբեր մարդիկ ենք, բայց բոլորս մեկ հոգիով վերստին ծնանք։ Մեկ դեր ունենք, մեկ մգրդություն ունենք, այսինքն մենք անգարելի է որևէ ցևով մեր դարբերություններեն գարենանք ազատիլ եւ անոնց փերած արգելքներեն ազատիլ, եթե բացի երբ դիրոջ կանք, մեկին կանք, որ մեզի ինքնություն տվավ եւ մեզի մեգրավ, հետեւաբար երբ մենք իրեն հետ պիտի միանանք, անիկա պիտի ցկե, որ մենք ադոր համացայն վարմունք ունենանք եւ ոչ թե բամն է որ մենք բարերը սելով վերջացնենք, բամն է որ մենք միշտ գրտնենք։ Հետևաբար, որբեսի նաև մենք չհոգնենք, ցանցած այլևս, քանի հոգի ունեցած ասի, գպավե այլևս, մեր բորդկումը ընդհանրապես որ գուկա վերջացավ սահման սկացական բան է, որ շատ անգամ մենք ատկե գվնաս կրնանք գրել եւ պետք է որ հրաժարինք հանգե փորձենք բամ շունչ առնել 10 ամրել երկար շունչ առնենք մեր օրինակներուն համաձայն որովհետեւ անցնենք մեր զգացականեն մեր ինքնության բամնայինք մեր ինքնությունը ինչ կսա այս մասին մեր Աստվածը ինչ կսա այս մասին ամեն այս ընելով մենք կրնանք շնորհքը որում մեջ բամը չի պակսիր եւ ամփոխ չէ ինչ դիրոջ կսպասենք վայելել ամեն